Ապարանի ջրամբարը գործունեության 60 տարվա ընթացքում ամբողջ ծավալով 91 միլիոն խորանարդ մետր ջուր է լցվել վերջին անգամ 15 տարի առաջ։ Իսկ 1988-ին ջրի ծավալը հասել է նույնիսկ 98 միլիոն խորանարդ մետրի։ Ամեն անգամ ջրամբարն ամբողջությամբ լցվելիս կիսով չափ ջրի տակ է անցնում 4-րդ դարի Պողոս Պետրոս եկեղեցին։ Արդեն 9-րդ անգամն է այս խորհրդավոր պատկերը ջրամբարում։ 1962-ից 67 թվականներին է կառուցվել ջրամբարը։ Պողոս Պետրոսը եւ եւս երկու փոքր բազիլիկ տիպի մատուռ եկեղեցի ջրամբարի տարածքում են եղել։ Դեռևս 1967-ին փոքր եկեղեցիները տեղափոխվել են ջրամբարից քիչ հեռու եւ վերաշարվել։ Ցավոք, Պողոս Պետրոսը մնացել է նույն տեղում։ Մինչև պատուհանները ջրի տակ անցնող եկեղեցին այս տարի դարձել էր զբոսաշրջիկների սիրված ուղղություններից մեկը։ Շատ են գալիս զբոսաշրջիկները։ Դրսից են գալիս, եկեղեցու մասին հաշվում են, որ դարի է, ինչ վիճակում է։ Իսկ հիմա ինչքան է ջրի տակ եկեղեցին։ 3 մետրից մի քիչ ավել։ Հիմա 3 է, բայց լիքլեցվա ժամանակ 4 մետր է։ Ջրամբարն ամբողջությամբ լցվել է անակնկալի էր բերել նաև արջերի ընտանիքին։ Հաջողվել է տեսագրել, թե ինչպես է մայր արջը քոթոթների հետ լողում դեպի ափ։ Հովհաննես Առաքելյանն արդեն 7-րդ անգամ է ականատես լինում ջրամբարի այսպիսի պատկերի։ Չի թաքցնում ոգևորությունը, անհամբեր հետևել են ջրի մակարդակի բարձրացմանը։ Հիասմունք մի բառով կարող ասեմ։ Հիասմունքը շատ լավ է։ Հատկապես այս տարի շատ է ուրախացել, որովհետև վաղուց չէր եղել։ Անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա մայիս ամիսը տեղումների քանակը նորմայից այնքան բարձր է եղել, որ ամբողջությամբ լցվել են 5 գլխավոր ջրամբարները։ Ապարանինը 91 միլիոն խորանարդ մետր, Ազատի ջրամբարը 70 միլիոն, Ախուրյանինը 525, Արփիլիչ ջրամբարը 105 միլիոն խորանարդ մետր, ամբողջությամբ լցվել է նաև Մարմարիկի ջրամբարը։ Ջրառ փակbaşնետիրական ընկերության կառավարման ներքո գտնվում են թվով 15 ջրամբարներ, մեծ ու փոքր։ Իհարկե ես ոչ մեկի կարևորությունն էլ չէի նվազեցնի, բայց մեզ համար Ազատի, Ապարանի, Ախուրյանի, Մարմարիկի ջրամբարներն են, Արփիլիչ ջրամբարը, որոնք որ հիմնականում ապահովում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առյուծի բաժինը։ 2026 թվականի փետրվարը մեր դիտարկումների պատմության մեջ եղել է ամենատեղումնառատ 3-րդ փետրվարը։ Տեղումնառատ էր նաև մարտ ամիսը, մարտը մեր դիտարկումների պատմության մեջ սկսած 1935 թվականից ամենատեղումնառատն էր։ Առանձին հատվածներում, Ամբերդում եւ Արագած բարձր լեռնային կայանում տեղումների քանակը նորմայից ավել է եղել 3-ից 5 անգամ։ Առատ տեղումներով պայմանավորված 2026 թվականի մարտի 28-ին Արագած բարձր լեռնային կայանում մեր ձնածածկույթի բարձրությունը հասավ 324 սանտիմետրի, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ էր։ Առատ տեղումները չդադարեցին նաև ապրիլին, ընդհանրապես այս տարվա գարունը վերջին 90 տարվա ամենախոնավ 12-րդ գարունն էր։ Հենց այս տեղումներից հետո էր, որ ամբողջությամբ լցված ջրամբարներից անհրաժեշտ եղավ որոշակի քանակով ջուր բաց թողնել մինչև ոռոգման սեզոնը, այսպես կոչված վթարային ջրթողներով։ Օրինակ Ազատի ջրամբարում վերջին անգամ նման ծավալով ջուր է լցվել 2020 թվականին։ Խոշոր ջրամբարների շարքում է մոտ 7500 հեկտար, ոռոգելի տարածքներ է ջուրն ուղղվում։ Ազատի ջրամբարից մեխանիկական եղանակով ջուրը մղվում է նաև ավելի բարձրադիր հատվածների հողատարածքներ։ Ինչու են Ապարանի եւ Մարմարիկի ջրամբարները մեզ համար շատ կարեւոր, որովհետեւ Ապարանի, Մարմարիկի ջրամբարները այս տարի ունեն առավելագույն լցվածություն եւ դա ոչ միայն մեզ թույլ է տալիս արդյունավետ կազմակերպել ոռոգման process-ը գյուղատնտեսների համար Հայաստանի Հանրապետությունում հիմնականում Արարատյան դաշտավայրում, Կոտայքում, Արագածոտնի մարզում, բացի դա հնարավորություն է տրվում առավելագույնս խնայել Սևանա լճի ջրի բաց թողումը։ Պայմանավորված այդ ջրամբարների ջրալցվածությամբ Սևանա լճից ջրառ սկսեց իրականացվել հուլիսի 2-ին, ինչը վերջին 25 տարվա ամենաուշ ցուցանիշներ, այսինքն մենք դրական տենդենց ունենք, եթե անցյալ տարի Սևանա լճի ջրառը սկսվել էր հունիսի 6-ից եւ արդեն մինչեւ հուլիսի 2-ը բաց էր թողնվել 46 միլիոն ջուր, մենք այս տարի այդ 46 միլիոն ավել ոնց որ ասած ջուր ունենք, եթե համեմատենք նախորդ տարվա համեմատ։ Ավելին ջրամբարների ջրալցվածության պայմանավորված կառավարության որոշմամբ այս տարի Սևանա լճից նախատեսվում է 140 միլիոն խորանարդ մետր ջուր, նախորդ տարի բաց է թողնվել 170 միլիոն խորանարդ մետրի կարգի ջուր։
Ջրառատ է եղել նաև Սևանալիճ լցվող Արփա գետը, տարվա սկզբից 140 միլիոն խորանարդ մետրից ավելի ջուր է լցվել լիճ, անցած տարվանից 46 միլիոնով ավելի շատ։ Բացի այդ, ջրի մակարդակը բարձրացել է հենց ուղիղ լիճ լցվող տեղումների շնորհիվ։ Եթե հունվարին ջրի մակարդակը բարձր է եղել 54 սանտիմետրով, ապա ապրիլ-հունիս ամիսներին բարձր էր 48 սանտիմետրով։ Նման ցուցանիշ չի գրանցվել 2011 թվականից։ Այս տարվա հունիս ամսին ջրի մակարդակը բարձրացել է 18 սանտիմետրով եւ դա Սևանի հիդրոլոգիական դիտարկումների պատմության մեջ սկսած 1927 թվականից ամենաբարձր երկրորդ ցուցանիշն էր 1988 թվականից հետո։ Այս տարի ջրամբարների 100%-ով լցվելու շնորհիվ Սևանից ավելի քիչ ջուր կմղվի գյուղատնտեսական նպատակներով, հիմնական բեռն իրենց վրա կվերցնեն ջրամբարները, ու որպեսզի ջուրը մշակովի հողատարածքներ հասնի նվազագույն կորուստներով, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ջրատարների մաքրման ու նորոգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել։ Ի դեպ, ջրամբարների ջուրն օգտագործվում է ոչ միայն գյուղատնտեսական նպատակներով, դրանք կարևոր դեր ունեն նաև հիդրոէլեկտրակայաններին ջուր մատակարարելու համար, օրինակ Հերհերի ջրամբարի ջուրը բաց է թողնվում բացառապես էներգետիկ նպատակներով։